Քանի դեռ հատուկ որոշում չկա դատարանի կողմից, սահմանափակումները սենյակից իր առանձնատնից վերև են, այսինքն չի կարող իջնել, ժողովրդի հետ շփվել կամ պատարագի մասնակցել, դեռևս արգելված է։ Եթե օրինակ քրեակատարողական հիմնարկում նրան կարող էին տեսակցել, փաստորեն այստեղ դա է հնարավոր։ Այդ իմաստով ավելի խիստ է տնային կալանքի պայմանները, այնտեղ կարող էին ամիսը 2 անգամ 4 հոգի տեսակցել, այստեղ ընդհանրապես տեսակցություններ չկան, օգտվելով առիթից նաև ասում եմ սրտացավ և հավատացյալ ժողովրդին, ովքեր շատ էին ինձ դիմում տեսակցելու հարցով, չենք կարող տեսակցել ցավոք սրտի, բայց պետք է մխիթարվենք նրանով, որ Սրբ Ազանն արդեն իր տանում է։ Այսինքն առաջնորդարանի տարածք է լքելու իրավունք չունի։ Չէ, առաջնորդարանի տարածքից դուրս գալու իրավունք չի ունենա։ Ու կան անձինք, որոնք կարող են իր հետ շփվել, շատ սահմանափակ թվով, իմ եղբայրն է, որ խնամակալ էր, որպեսզի կենցաղային հոգսերը հոգա, եղբայրն է, իր հարազատ, Նարեկ Սրբազանը, որպես մեր հոգևոր առաջնորդ, իրանից հետո նշանակված և նաև տնտեսական բաժնի աշխատակից, ով էր տնտեսական հարցերով։ Պատարագին մատուցելու որևէ հնարավորություն փաստորեն չկա։ Դեռ այդ հարցը քննվելու է դատարանում, առայժմ ոչ։ Հակասական զգացողություններ էր, տեսակ ժողովրդից շատ կանայք, հավատավոր կանայք հուզված էին, արդյունքներին մինչև հիմա են հուզված, ոմանք դրսում, մեկ էլ է և տխուր և ուրախ, և հուսանք, որ Սրբ Ազանը իր կրոնական կարիքները կարողանա հոգալ, եկեղեցական կարիքները, մասնակիցներով պատարագին, դա մեր մխիթարություն կլինի, գոնե իրեն տեսնելու, ժպտալու, նայելու և այլն։